Հայաստանի Եվրասիական տնտեսական միության կազմում մնալն արդեն իսկ կասկածի տակ է դրված։ Փորձագետներն են փաստում. նախ Հայաստանի իշխանությունները Ֆորմուլա 1-ի մեքենաների արագությամբ թրիփ ուղով են ցանկանում անցնել, կարծես թե հաշվի չնստելով ԵԱՏՄ անդամ պետությունների, այդ թվում նաև տարածաշրջանում կարևոր դերակատարում ունեցող Ռուսաստանի հետ։ Ենթադրենք առանց ԵԱՏՄ գործընկերների կարծիքը կամ շահերը հաշվի առնելու կյանքի կոչեն, նույն ԵԱՏՄ կառույցից կարող են Հայաստանին դուրս թողնել։ Իսկ եթե ճիշտ կարգավորվի, հնարավոր է հարմոնիզացնել, թե բարդություններ կարող են առաջանալ, որովհետև իրավական տարբեր մեխանիզմների, ավանդույթների, չափանիշների մասին է խոսքը արևմտյան եւ եվրազիական, ուրեմն Ռուսաստանը։ Եվ հետո եվրապաշտոնյաների Հայաստանի իշխանություններին ուղղված գովասանքի խոսքերը արտաքին քաղաքականության առումով ավելի են ոգևորում Հայաստանի իշխանություններին հայացքն ուղղել դեպի Եվրամիություն։ Որքան էլ Հայաստանից արձագանք են, թե համատեղ շահույթ են ցանկանում ստանալ միաժամանակ եւ Արևմուտքից եւ ԵԱՏՄ-ից, անհնարին է։ Թերևս այդպիսին են աչքերն ու ականջները փակ ձևացող Հայաստանի իշխանություններին ուղարկված մեսիջները Ռուսաստանից։ Ցանկացած մարդ, որ ծանոթ է Եվրասիական տնտեսական միության եւ Եվրամիության գործունեության սկզբունքներին, տեղյակ է, որ հնարավոր չէ անցնել Եվրամիության չափանիշներին մնալով ԵԱՏՄ անդամ։ Ռուսաստանի արտաքին գերատեսչությունը անհնարին է համարում նաև Եվրամիությանը եւ ԵԱՏՄ-ին միաժամանակի անդամակցությունը առևտրում եւ ներդրումային քաղաքականության հարցերում միմյանց չհամապատասխանող նորմերի պատճառով։ Դրան գումարվում է նաև այն հանգամանքը, որ Բրյուսելը ցանկանում է վերափոխել Հայաստանի օրենսդրական նորմատիվ բազան իր սկզբունքներին համապատասխան։ Որպես մխիթարանք Հայաստանից էլ պարզաբանում են, թե դիվերսիֆիկացնում են Հայաստանի արտաքին առևտրի շուկաները։ Հայկական հագուստի արտադրանքը չի կարող մրցունակնել իտալական հագուստի արտադրանքի հետ։ Հայկական գինին չի կարող մրցակցել պորտուգալական գինու հետ, իսպանական գինու հետ։ Հայկական կոնյակը չի կարող մրցակցել ֆրանսիական կոնյակի հետ։ Հայկական գարեջուրը չի կարող մրցակցել չեխական եւ գերմանական գարեջրի հետ։ Այսպես շատ կարող եմ թվարկել։ Թող ցույց տան մի արտադրանք, որպես շուկայի դիվերսիֆիկացումով կարողացել են պայմանականորեն ԵԱՏՄ շուկայի չափաբաժին նվազեցնել ի հաշիվ ԵՄ շուկայի։ Եվրամիության հատկապես ֆրանսիական սիրախաղերով Հայաստանին դեպի այդ կառույցը թեքելը երբեք էլ չեն նպաստել, որ օրինակ Եվրամիության հետ ապրանքը առևտրաշրջանառությունը հասնի Հայաստան եւ ԵԱՏՄ անդամ երկրների, մասնավորապես Ռուսաստանի հետ առևտրատնտեսական կապերի արդյունքում ստեղծված ցուցանիշներին։ Հայաստանի եւ Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունը հասել է ռեկորդային 14 միլիարդ դոլարի, ինչը եղել է Եվրասիական տնտեսական միության անդամակցության շնորհիվ այն հանգամանքի, որ ԵԱՏՄ-ն հայկական ապրանքներին ազատ մուտք է տրամադրում միության անդամ մյուս երկրների շուկաներ։ Հեղեղուկ վիճակում հայտնված Հայաստանի տնտեսական քաղաքական կյանքում աննշան քամի փչի տեկտոնական շարժում է առաջանում։ Զորօրինակ Արևմուտքը հաճախակի է մատ թափ տալիս պատժամիջոցներ կիրառում տարածաշրջանի Հարավկովկասի երկրների վրա, սպառնալով մաքսային բարձր տոկոսադրույքներ կիրառել, արգելել առևտուրը Ռուսաստանի, Իրանի հետ։ Այնպես որ ցանկացած իրավիճակում Հայաստանը թրիփում լինի ԱՄՆ-ի հետ, թե ձեռքը պարզի դեպի Եվրամիություն, հավաքական Արևմուտքին ընդհանրապես հետաքրքիր չէ։ Այստեղ առաջնագծում դարձյալ սեփական շահն է։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։